Ես գրել եմ համաձայն չէ, հիմա գա հուլիսի 1-ը կտենանք թե բանը։ Գնունու շուկայում փոքր վաճառակետ ունեցող Ռոբերտ Դավթյանն այն քչերից է, ով չի ստորագրել հաշվիչ դրամարկղային մեքենաների սպասարկման թանկացած պայմանագիրը։ Գուցե ՀԴՄ-ն անջատ են այդ պատճառով, բայց սպասարկման կրկնակի թանկացումն ասում է ոչ ոք չի հիմնավորել։ Ես չեմ ստորագրել, սա մեր ընկերներ չի, որովհետև նորմալ մտածում եք ինչի համար, դες համաձայն չեմ դրան։ Հայաստանում մի քանի ընկերություններ կան, որ ապահովում են բիզնեսի ֆինանսական շրջանառությունն արձանագրող հաշվիչ դրամարկղային սարքերի ծրագրային սպասարկումը, եւ այդ ընկերությունները անցած տարեվերջից գրեթե միաժամանակ կրկնապատկել են իրենց ծառայությունների համար գանձվող գումարները 1800 դրամը դարձնելով միջինը 3600 դրամ։ Աշխարհում sense օրենք չկա, որ գրիչով փողի չափ գրածնի։ Թե ինչով է պայմանավորված այս թանկացումը, բացատրություն չկա, բայց մի քանի ընկերությունների կողմից սպասարկման վճարը միաժամանակ թանկացնելը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նույնքին նա իրար հետ պայմանավորվածությունն է։ Այս երկրը մտենց է էլի։ Ու ես էլ եմ ասում, այս կասամիները որ մստվել են, լավ էլ աշխատում է, կապն էլ է նորմալ, անհիմն թանկացնում են։ Այս 25 թվին ինչ ցավ այս թանկությունները, գույք արկի թանկացումը, այս են բանի թանկացումը հարկայինի 5%-ը 10 սարքի մարդիկ տեսած ձեն չեն անում օգտվան դրանից հիմա 1000-ից սարքելա 3-6 ես ինչը սրա փոխվավ ինչ եղավ որ ժողովուրդը այդքան փող կարում աշխատել որտեղ ու սենց որ անեն կամաց փակվելու է այդքան բան հսկողություն չկա այսինքն ով ինչ գին ուզի դնի Հիմա մենք համաձայն ենք վաղը սարքելու 5000 Նույն հարցերը հնչում են նաև այլ առևտրի կենտրոններում։ Փեթակ առևտրի կենտրոնում փոքր տաղավար ունեցող Արթուրը տարակուսում է, ինչու է պետությունը աչք փակում խոսքը հսկայական գումարների մասին է։ Դառնում է, որ պետությունը իր հերթին քամում տնտեսվարողին, ոչինչով չաջակցելով եւ թույլ է տալի ինչ որ կազմակերպություններին, որոնք որ պետական հարկերի հետ կապված սպասարկում են իրականացնում, չէ՞ եթե դեմ է, չէ՞ որ եթե դեմ են, եթե չաշխատի, հարկերը պետք չեն գնա եւ տնտեսվարողը քիչ կհարկվի, արդեն իրանք ամիջական կապ ունեն իրար մեջ։ ՊԿ եւ ՀԴՄ-ի սպասարկման կենտրոնը եւ իրանք պետքա հսկեն բնականաբար այդ ամեն ինչը թույլ չտան որպեսզի սպասարկման կենտրոնը օրից մի օր որոշի որ 5% չի 10% չի ցանկացումը այլ 100%։ Փոքր տնտեսվարողներից ներկայանալ չցանկացող մեր զրուցակիցը եւս նկատում է տնտեսվարողներին փաստի առաջ են կանգնեցնում առանց այլընտրանքի հնարավորության։ Ինչի չկա մրցակցություն, ինչի չկա գնային առաջարկի այլընտրանք, որ բոլորը պայմանավորվում են չեն վախենա դա ֆիքսել եւ արձանագրել մատուցված ծառայությունների համար սահմանել նույն արժեքները։ Միակողմանի կարող են խզել պայմանագրերը, որոշել որ ծառայությունների արժեքը բարձրացնում է եւ բարձրացան եւ այս տենդենսի դեմ այլ գործիքակաց չկա։ Ստացվում է, որ ով ինչ ուզում անում է եւ դրա դեմ պայքարող որևէ կառույց կամ պետական ինստիտուտ գոյություն չունի։ Վարկածը, որ հնարավոր է ՀԴՄ սպասարկումը իրականացնող ընկերությունները հակամրցակցային պայմանավորվածության մեջ են եւ պայմանավորված գին են բարձրացրել, մոտ կես տարի է քննում է նաեւ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Հանձնաժողովն ուսումնասիրել է շուկան եւ 2024 թվականի վերջում զեկուցագիր է ներկայացրել, որի հիման վրա էլ վարույթ է սկսվել ոլորտի 6 ընկերությունների վերաբերյալ, բայց ըստ հանձնաժողովի դրանցից 3-ն են, որ կարող են ունենալ գերիշխող դիրք՝ Touchmaster-ը, Smart Solutions-ը եւ ՀԴՄ Շտրիխը։ Տարվա սկզբին հանձնաժողովը ենթադրել է, որ ոլորտում գործող որոշ ընկերություններ հնարավոր է փոխկապակցված են եւ մեջբերում եմ ընկերությունների կողմից ծառայությունների գնի բարձրացումը կարող է վկայել ընկերությունների միջև հնարավոր հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահման մասին։ Արդյոք կա գերիշխող դիրքի չարաշահում եւ ինչ փոխկապակցվածության մասին է խոսքը հանձնաժողովի վարույթի ավարտին կիմացվի, բայց ուշագրավ է նաեւ, որ ըստ պետական ռեգիստրի ոլորտի խոշոր երկու ընկերությունները Touchmaster-ը եւ Smart Solutions-ը կապ ունեն իրար հետ։ Touchmaster-ին է պատկանում Smart Solutions ընկերության 19%-ը։ Հետքի հետաքննող լրագրողները փոխկապակցվածություններ են գտել նաև ոլորտի այլ կազմակերպությունների միջև, նկատելով, որ միևնույն անձինք տարբեր տարիներին տարբեր ընկերությունների սեփականատերեր են եղել։ Ազատությունը հանձնաժողովի վարույթում թվարկված ընկերություններից փորձում է պարզաբանում ստանալ հունիսի 5-ից ի վեր, բայց ապարդյուն։ Ուշագրավ է, որ հանձնաժողովի վարույթում նշված այս 6 ընկերությունները միևնույն նախադասություններն էին ասում մեր զանգերին պատասխան։ Տվյալները կփոխանցենք, ձեզ հետ կկապնվեն։ Ես հիմա փոխանցեմ ձեզ հետ կապ հաստատեն, լավ։ Հիմա ձեր համարը փոխանցեմ համապատասխան բաժնին կապ հաստատեն ձեզ հետ, լավ։ Եվ նույնպիսի սինխրոն վարքով այս ընկերություններից որևէ մեկը ազատության հետ այդպես էլ հունիսի 5-ից մինչ օրս կապ չի հաստատել։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի վարույթի համար նախատեսված հիմնական ժամկետը կես տարի է, այն մոտենում է ավարտին։ Եթե
հանձնաժողովը որոշի, որ ընկերությունները պայմանավորվել են կախված տարբեր հանգամանքներից, ընկերությունները կարող են նախազգուշացվել կամ տուգանվել։ Սակայն տնտեսվարողներին այլ հարց է հետաքրքրում. եթե պարզվի, որ անհիմն եւ պայմանավորված գին են բարձրացրել, արդյոք այդ ընկերությունները կիչեցնեն գինը կամ արդյոք հետագայում դարձյալ պայմանավորված ավելի բարձր գին չեն սահմանի։